Մենք շնորհակալության եւ փառաբանության աղոթք ենք բարձրացնում քեզ։ Շնորհակալ ենք քեզանից, մեր Տեր, մեր Փրկիչ, շնորհակալ ենք քեզանից, որ դու մեր վախերը վերցրել ես, որ դու մեր անխաղաղությունը վերցրել ես, որ դու չես թողում, որ թշնամին մեր կյանքի մեջ բերի իր աղբը, եւ դու մաքրել ես մեզ քո արյամբ ամեն մեղքերից, ամեն անեծքներից, ամեն հիվանդություններից, ամեն ցավերից, փառք ես, շնորհակալ ենք քեզանից, որ խավարի ներգործությունները մեզ վրա ազդեցություն չունեն, քո արյամբ ծածկիր մեզ թշնամու եւ խավարի ամեն հարձակումներից, փառավորում ենք քեզ, Հայր, քո մեծ սիրո համար, քո ողորմությունների համար, որ քո որդուն Հիսուս Քրիստոսին տվեցիր, մեր մեղքերի ու հանցանքների համար, որպես պատարագ, որպես զոհ, շնորհակալ եմ քեզանից, շնորհակալ եմ, որ որոշեցիր մեզ փրկես, շնորհակալ եմ, որ որոշեցիր մեզ կորստյան փոսից, գերեզմանից դուրս հանես, շնորհակալ եմ քեզանից, Սուրբ Հոգի, փառք ես, որ եկել ես մեզ սովորացնես, որ եկել ես մեզ կերակրես, ների մեզ ինչով որ քեզ վշտացրել ենք, տրտմեցրել ենք, Սուրբ Հոգի, փառավորում ենք քեզ, սիրելի ուսուցիչ, մենք ուրիշ ուսուցիչ չունենք, դու ես մեր ուսուցիչ, ինչ որ դու ես սովորացնում ես, ոչ թե մարդոց սովորացածները, այլ քո սովորացածները, քո հոգով լցված մարդկանց միջոցով շնորհակալ ենք, փառք ես Հայր Աստված, փառք ես Հիսուս Տեր, շնորհակալ եմ քեզանից, խաչիդ փառավոր հաղթանակի համար, կրածդ չարչարանքների համար, հալելույա, փառք ես, շնորհակալ ենք բոլոր նրանց համար, ովքեր որ մեզ ուղիղ եթերով են միացրել, ինչպես արդեն պայմանավորվել ենք, որ ամեն երկուշաբթի 6:30 եւ ամեն չորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի 2:30 աղոթելու ենք հիվանդների համար։ Աղոթքը զորություն ունի, աղոթքը կարողություն ունի, աղոթքը դա մեր Աստծո հետ հաղորդակցության ամենալավագույն միջոցներից մեկն է։ Մենք աղոթքով բարձրացնում ենք մեր խնդրանքը, մեր սրտի մեջ կուտակված այն ամեն դժվարությունները, որ ուզում ենք հաղթահարենք, մենք մարդկանց չենք ասում, այլ այդ ամենը Տիրոջն ենք հայտնում։ Հիսուսն ասեց իմ անունով ինչ որ խնդրեք պիտի ստանաք։ Հիսուսն ասեց այսուհետև իմ անունով ինչ որ խնդրեք պիտի լինի ձեզ։ Հիսուսի անունը մեզ համար Աստծո առաջ արտոնություն է տալիս, իրավունք է տալիս, որպեսզի ներկայացնենք մեր խնդրանքները։ Հիսուսի անունով երբ որ աղոթում ենք, երկինքը մեզ լսում է։ Եթե չլիներ Հիսուսը, չլիներ Հիսուս անունը, մեր աղոթքները Հայր Աստծո մոտ հասանելի չէին լինի։ Հիսուս Քրիստոս եկավ, պատնեշը քանդեց մեղքի, իր խաչի փառավոր հաղթանակով, իր արյան զորությամբ, որպեսզի մեր աղոթքները հասանելի լինի Հորը, որ ինչ որ խնդրենք Հիսուսի անունով լինի մեզ, որ Հայրը իրականություն դարձնի։ Եվ մեր աղոթքներին արգելում էր մեղքը, որովհետև մեղքը դա պատնեշ էր, դա Աստծո հետ անհաշտության այն արգելքն էր, որ Հիսուսը վերցրեց դա։ Վերցրեց իր խաչի փառավոր հաղթանակով։ Հիսուսը իր արյունը թափեց, Հիսուսը չարչարվեց, խաչի վրա մեռավ մեր մեղքերի ու հանցանքների համար, որպեսզի արգելք չլինի մարդ եւ Աստված հարաբերության մեջ։ Մարդ եւ Աստված հարաբերության մեջ միջնորդ չկա։ Չկա ոչ մի սուրբ, չկա ոչ մի հրեշտակ, չկա որևիցե մեկը, որ միջնորդի մեզ Հայր Աստծո հետ։ Ավետարանն ասում որ մեկ բարեխոս կա,
դա Հիսուս Քրիստոսն է, որ բարեխոսում է հոր առաջ մեզ համար։ Մեր բոլոր աղոթքները, մեր բոլոր խնդրանքները հասանելի է դարձնում Հայր Աստծուն։ Հիսուս Քրիստոսն է, որ խաչվեց եւ դարձավ միջնորդ։ Միջնորդի իրավունքը ոչ մի սուրբ չունի, ոչ սուրբ Հովանես, ոչ սուրբ Մաթեոս, ոչ սուրբ Ղուկաս, Ղազա չկա այդպիսի մեկը։ Ոչ սուրբ Սարգիս, նամանավանդ ինչ-որ Վալենտիններ։ Հիսուս Քրիստոսը միայն։ Այդ մեծ արտոնությունը պատիվը ինքը վերցրեց սատանայի խավարի ձեռքից։ Նա արժանացավ այդ մեծագույն կիտղոսի բարեխոսելու իմ եւ Աստծո միջև, քո եւ Աստծո միջև։ Ավետարանն է այդպես ասում, եւ ինչ որ ավետարանն ասում է, դա ճշմարտությունն է։ Եվ ավետարանն ասում է Պողոս առաքյալի միջոցով, եթե մեկը գա ավետարանի այն ինչ որ այստեղ գրված չի, ասում է նզովյալ լինի։ Գաղատացիների առաջի գլխում։ Նույնիսկ ասում է, եթե երկնքից հրեշտակ իջնի եւ ավետարանի այն ինչ որ մենք չավետարանեցիք, նզովյալ լինի։ Դրա համար ես ուզում եմ հայտնեմ քեզ, փոխանցեմ քեզ, որ մենք ուրիշ միջնորդ չունենք։ Մեր միջնորդը Աստծո եւ մեր միջև միայն Տեր Հիսուսն է։ Փարտիրոջը Առաջի Տիմոթեոս 2-րդ գլխում 5-րդ համարում Պողոս առաքյալը Տիմոթեոսին ասում է, որովհետև մեկ Աստված կա եւ մեկ միջնորդ Աստծո եւ մարդկանց մեջ, Քրիստոս Հիսուս մարդը։ Մեկ Աստված եւ մեկ միջնորդ։ Մնացածը հորինած բաներ են, մնացածը մարդու կողմից հորինված բաներ են։ Եվ այն ինչ որ մարդու կողմից հորինված է, մենք ընդունենք էլ բան չի փոխելու, որովհետև մեկ Աստված կա եւ մեկ միջնորդ, որը կմիջնորդի այսօր մեր աղոթքը քո հիվանդությունների, քո ցավերի, քո խնդիրների համար բարեխոս կլինի եւ դա կզգաս, երբ որ մենք կաղոթենք եւ մեր աղոթքը կբարձրանա դեպի երկինք եւ կգա պատասխանը։ Պատասխանը աղոթքի գալիս է, երբ որ մենք միաբանվում ենք, ավետարանն ասում է, Հիսուսի անունով եւ համաձայնվում ենք։ Երբ որ դու այս տեսախցիկից այն կողմ համաձայնվում ես ինձ հետ այս աղոթքի մեջ եւ քո ձեռքը դնում ես քո հիվանդ տեղին եւ կտրվում ես բոլոր գործերից եւ ինձ հետ միասին քո ձայնդ բարձրացնում ես երկինք, երկինքը արձագանքում է եւ պատասխանը գալիս։ Աղոթքը դա հատուկ ոտանավոր չի գրված, որ մենք արտասանենք, աղոթքը դա մեր սրտի խոսքն է, ինչպես քո երեխան, երբ որ գալիս է ինչ-որ բան քեզանից խնդրում է, ինքը իր խոսքերով է ասում քեզ։ Աղոթքը մեր միջից Սուրբ Հոգու առաջնորդությամբ է բարձանում, եւ մենք Սուրբ Հոգու առաջնորդությամբ ենք բարձրացնում այս աղոթն ու աղակը դեպի երկինք, որովհետեւ միայն Սուրբ Հոգու առաջնորդությամբ աղոթքն է ճանաչում երկինքը, որովհետև մեր առաջնորդը երկրի վրա մեր մեջ բնակվող Սուրբ Հոգի անձն է, որովհետև Հիսուսն ասեց, որ ես ձեզ պիտի մկրտեմ Սուրբ Հոգով։ Հովանեսը ջրով մկրտեց, ասեց, բայց ես Սուրբ Հոգով պիտի մկրտեմ։ Եվ երբ որ Հիսուսը համբարձվեց երկինք, Գործք առաքելոց 2-րդ գլխում ուղարկեց իր 120 աշակերտների եւ բոլոր հեթանոս ազգերի մեջ իր Սուրբ Հոգին եւ Սուրբ Հոգին բնակվեց մարդու մեջ եւ մարդու մեջ պարգև եկավ։ Դա օտար լեզուների աղոթքն է։ Եվ մենք փառք ենք Աստծուն տալիս ավետարանի համար, որտեղ ավետարանի խոսքը անհերքելի է։ Բոլոր խոսքերը, ամեն բան, մարդիկ, աշխարհը կանցնի, բայց Աստծո խոսքից ոչ մի նշան եւ նշանակետ չի անցնի։ Ամբողջը պիտի կատարվի եւ նաեւ մենք սպասում ու հավատում ենք, որ մեր փրկիչը գալու է վերցնելու բոլոր հավատացողներին։
Մենք պիտի աղոթենք միաբան Հիսուսի անով եւ քանի որ այստեղ է Տիրոջ եկեղեցին, այսինքն Տիրոջ մարմինը, որտեղ եկեղեցին դա Քրիստոսի մարմինն է, ավետարն ասում է ինչպես իմ ու քո մարմինը ունի անդամներ, այդպես էլ Քրիստոսի մարմինը ունի անդամներ եւ այդ անդամները պիտի միաբանվեն եւ միաբան, երբ որ աղոթում են, այդ աղոթքը իրականություն է դառնում, փառք Տիրոջ արձագանքների համար, փառք Տիրոջը բոլոր նրանց համար, ովքեր որ այս աղոթքների պատասխանը ստանում են եւ մեզ հետ կիսվում են եւ շնորհակալ ենք Աստծուց նրանց համար, ովքեր որ իրանց աղոթքի խնդրանքներն են մեզ նամակներով ուղարկում, կարող ես ուղարկես, կարող ես անձամբ ներկա լինես քո աղոթքի պատասխանը ստանալուց հետո քո բժշկությունը այդ հրաշքը առնելուց հետո կարող ես նաեւ գաս ամեն կիրակի ժամը 2:30, ամեն երկուշաբթի 6:30 եւ ամեն չորեքշաբթի 6:30 Երևան Արաբկիր համայնք Վաղարշ Վաղարշյան 12 հասցեով։ Իմ Facebook-յան էջում Վահագն Հարությունյան Facebook-յան էջում ամեն օր թարմացվում է հայտարարությունները, կարող ես հետևես եւ ամեն երկուշաբթի 6:30, ամեն չորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի 2:30 փառաբանությունից ու գովաբանությունից հետո մոտավորապես կես ժամ տևում է, մոտավորապես կես ժամ այդ գոհության եւ փառաբանության ծառայությունից հետո մենք աղոթում ենք հիվանդների համար։ Եվ եկավ այն պահը, որ հիմա մենք պետք է բարձրացնենք մեր ձեռքերը Տեր Հիսուս Քրիստոսյանով ամեն հիվանդությունների, ամեն ցավերի, ամեն տկարությունների վրա եւ մենք պետք է բժշկություն վերցնենք եւ ստանանք Տիրոջից։ Հալելույա, փառք ես։ Երկիր արարիչ Աստված, շնորհակալության եւ գոհության պատարակներ ենք բարձրացնում, շնորհակալ ենք եւ խոնարհվում ենք քո առաջ այսօրվա համար, այս հնարավորության, այս առիթի համար։ Այո, քո որդու Հիսուս Քրիստոսյանով ենք բարձրացնում մեր աղաղակը դեպի երկինք։ Հիսուս Քրիստոսի անունով դու խոստացար, Հայր, որ ինչ որ խնդրենք, պիտի ստանանք։ Տեր, դու ասեցիր մինչև այս պահը ոչինչ չեք խնդրել, բայց հիմա իմ անունով խնդրեք, երբ որ երկրի վրա էր, ասեցիր, հիմա իմ անունով խնդրեք, ինչ որ խնդրեք, պիտի ստանաք, եւ մենք էլ քո որդու Հիսուսի անունով ենք խնդրում, բոլոր հիվանդների համար, ովքեր որ հիմա մեզ նայում են, Տես, որ քո բժշկարար զորությունդ մեկնես, որովհետեւ երեք այսօր հավիտյան նույն ես, եւ քո ձեռքը չի կարճացել հրաշքներ անելու, քո ստեղծած մարդու կյանքը, Տեր, նորից վերականգնելու, առողջություն տալու բոլոր նրանց, ովքեր որ այդ կարիքը ունեն Հիսուսի անունով, եւ ես խոսում եմ, որ քո բժշկարար զորությունը իջնի ամեն հոգու վրա, որ հիմա մեզ նայում է հիվանդանոցներում, տներում, ամեն ուրեք, որտեղ որ մեզ միացել են ուղիղ եթերով եւ կմիանան եւ տեսագրությունը հետո կնայեն։ Ես աղոթում եմ, որ քո աստվածային բժշկարար զորությունը հպվի, ազատագրի, քանդի, ջախջախի ամեն սատանայի կապանք եւ շղթա այս տարիների ընթացքում խավարի կողմից կուտակված այս ծանրությունը, այս բեռը Հիսուսյանով, Հայր, աղոթում եմ, որ վերցնես, որտեղ դու ասել ես, Հիսուս, եկեք ինձ բոլոր հոգնած եւ բեռնավորվածներ, եւ ես պիտի հանգստացնեմ, եւ ես աղոթում եմ, որ հանգստություն գա բոլոր այն հոգիների մտքի, սրտի նեկտաշխարի մեջ, Տեր Հիսուսի անունով, Հայր, խաղաղության իշխան, փակիր քո աչքերդ, սիրելի քույրս ու եղբայրս, փակիր քո աչքերդ, որտեղ որ գտնվում ես, քո հիվանդասենյակում, քո տանդ, քո մեքենայիդ մեջ, որտեղ որ ես եւ միացել ես մեզ, կանգնիր մի պահ, փակիր քո աչքերդ, նստիր, ծնկիր, ինչպես հարմար է քեզ, բարձրացրա քո աղոթն ու աղաղակը մեր հետ երկինք եւ ասա Հիսուս, Հիսուս, տուր այս անունը, ասա Հիսուս, 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 ես այսօր եմ բժշկվելու, ես այսօր եմ ազատագրվելու, ես այսօր եմ դուրս գալու այս հիվանդության շղթաներից, ասա այսօր, ասա ես որոշել եմ, որ այսօրվա աղոթքի մեջ ես 100%-ով պիտի բժշկվեմ, պիտի ամեն խավար հեռանա, պիտի ամեն անեց քանդվի եւ ես պիտի լինեմ քո ներկայության մեջ, քո կամքիդ մեջ, քո հոգուտ մեջ, քո առաջնորդության մեջ, Հիսուս,
ասա Հիսուս անունը, մի կույր կար Բարտեղեմեոս անունով, նստած էր փողոցը մուրալու։ Երբ որ տեսավ Հիսուսն անցնում է, որ լսեց Հիսուսն անցնում է, բարձր աղաղակում էր. Հիսուս, Հիսուս, որևիցե մեկին չէր ամաչում, չէր վախենում։ Գիտեր, որ այդ օրը Հիսուսն անցնելու այդ ժամին, եւ ինքը երբ որ հարցրեց, ով է, ասեցին Հիսուսն է, ինքը բարձր սկսեց աղաղակել։ Կողքի մարդիկ ասում էին, մի բղավի։ Ինքը ավելի էր բղավում, վերցրեց շորերը շպրտեց մի կողմ, եւ Հիսուսի ուշադրության կենտրոնում եղավ։ Եվ Հիսուսը մոտիկացավ, ասեց. Ինչ ես ուզում, որ քեզ համար անեմ։ Ասեց. ուզում եմ տեսնեմ։ Եվ Հիսուսը ձեռքը դրեց նրա աչքերին եւ ասեց. տես։ Հիսուսի անունով ես խոսում եմ, որ Տիրոջ ձեռքերը քեզ հպվեն, քո հիվանդ մարմնի անդամները, քո ներքա աշխարհում, քո հոգևոր աշխարհում խաղաղություն եմ խնդրում։ Հիսուսի անվան զորությամբ սաստու ամեն դիվային ուժերը, խավարի ոգիները, որ կանգնած են քո հիվանդության ետևում, թող սատանա դուրս չքվիր Հիսուսի անունով։ Ես սաստու հալածում ամեն սատանայի խավարի դիվային ուժերը քո կյանքից։ Բոլոր բացված դռները մեղքի այլևալ ճանապարհներով, եթե բացել ես թուղթուկներով, կախարդների մոտ ես գնացել, նայողների, ես իմ չգիտեմ ում ես դիմել, բախտագուշակների, այդ բոլոր Աստծուց չեն, դրանք խավարից են։ Եվ ես Հիսուսի անունով աղոթում եմ, որ այդ խավերաջ դռները փակվեն քո կյանքում Հիսուսի արյան զորությամբ։ Դուրս են գալի այդ անեստերի դեմ եւ ջախջախում ու քանդում ենք այդ բոլոր տուղտուկների եւ այդ բոլոր տեսակի կախարդության ուժն ու զորությունը քո կյանքում։ Եվ ես աղոթում եմ, որ քո միտքդ բացվի, լուսավորվի, քո սիրտդ բացվի ու հիմա ասես Հիսուս, դու իմ Տերն ու Փրկիչն ես։ Փառքես։ Ինչ որ մեկը հիվանդասենյակում պառկած է, եւ ձայնը դուրս չի գալի։ Հիմա քո շշնջացող ձայնով ասա. Հիսուս դու իմ Տերն ես, Հիսուս դու իմ կյանքն ես, Հիսուս դու իմ Փրկիչն ես, Հիսուս դու իմ բժիշկն ես։ Հռչակիր Հիսուսի ողջ կարողությունն ու փառքը քո կյանքիդ վրա։ Հալելույա։ Հայր Աստված, Հիսուսյանով բերում եմ քո սուրբ ձեռքի մեջ Հայաստանի բոլոր հիվանդանոցներում բոլոր այն հիվանդների, մանուկների, պատայների, երիտասարդների, կանանց, տղամարդկանց, ծերերի, տատիկների, պապիկներին, բոլորին բերեմ քո սուրբ ձեռքի մեջ, որ քո բժշկարար զորությունը հիմա իջնի ամբողջ Հայաստանի վրա Տեր։ Բոլոր հիվանդասենյակներում պառկած հիվանդների։ Նույնիսկ նրանց, ովքեր որ մեզ չեն նայում, ես աղոթում եմ, որ քո աստվածային ուժն ու զորությունը հպվի Տեր, թող զգան, թող Տեր իմ Աստված շոշափեն քո ներկայությունդ, թող լցվի ամեն տեղ Տեր, բոլոր հիվանդանոցների հիվանդասենյակներում։ Ես աղոթում եմ բոլոր այն բժիշկների համար, ովքեր որ հիմա վիրահատարաններում վիրահատություն անում, ծանր սրտի, երիկամների ցանկացած վիրահատություն, նավանդ երեխաների Տեր։ Ես աղոթում եմ, որ նրանց ձեռքերով դու անես։ Ես աղոթում եմ, որ նրանց անկարող եւ անկայելի Տեր իմ Աստված վիճակներից դուրս բերես, իմաստություն ու շնորհք տաս հիմա Հիսուսի անունով աղոթում, որ քո աստվածային ուժն ու զորությունը իմաստությունը իջնի բոլոր այդ բժիշկների վրա Տեր, ովքեր որ հիմա վիրահատաներում վիրահատություն են անում Տեր։ Ես աղոթում եմ, որ նրանց ձեռքերով դու փառավոր Տեր հրաշքանես ու վիրատես, որտեղ նրանք քո ծառաներն են Տեր իմ Աստված, քո փառքիդ համար, ովքեր որ բարեխիղճ ծառայում են քեզ։ Հայր Աստված, Հիսուսի անունով աղոթում, որ օգտագործես նրանց Տեր եւ նրանց ձեռքերով փրկես կյանքեր Տեր։ Փառավորում եմ քեզ, աղոթում եմ, որ նրանց սիրտը բացվի քո առջև եւ նրանք ճանաչեն ու փառավորեն քեզ։ Հիսուս, լույսը ծակեցրա բոլոր հիվանդանոցներում, բոլոր հիվանդների համար Տեր։ Քո աստվածային բժշկարար զորությունը թող իջնի մեր երկրի վրա, մեր ազգի, մեր ժողովրդի վրա Տեր, նրանց վրա, ովքեր որ այսօր հիվանդանոց գնալու հնարավորություն չունեն, ոչ թե իրավունք, այլ հնարավորություն։ Սուրբ Հոգուց զորությամբ թող գա բժշկարար զորությունը, թող չորացած ձեռքերը Տեր իմ Աստված լցվեն կյանքով, թող չորացած ոտքերի վրա Տեր գա քո զորությունն ու ուժը Տեր, թող ամեն միտք, որ խավարած է, տկարացած է, հուսահատված է, ընկճված է, դեպրեսիկ վիճակների մեջ է, Հիսուսի անունով եմ աղոթում, որ քանդես Հայրս, եւ ես սաստում եմ այդ ոգիներին ու այդ դևերին,
Տեր ազատագրիր դիվայի ներգործության տակ գտնվող մարդկանց Հիսուսյանով եմ աղոթում եւ բերում քո ձեռքիդ մեջ եւ սասում այդ ոգիները եւ ասում դուրս Հիսուսյանով այդ մարդկանց կյանքից, այդ մարդկանց հոգիներից։ Չքվիր անորեն, դու պարտված ես, դու իշխանություն չունես Հայաստանում, հայ ազգի վրա, բերում քո սուրբ ձեռքիդ մեջ մեր սահմանները, մեր երկիրը, մեր ազգը, մեր ժողովուրդը, արթության հոգու կրակը բորբոքիր, հոգի թափի մեր երկրի վրա, արթության կրակը բորբոքիր, որ մարդիկ իրենց տներում ավելուրեք, զղջան, ծնկեն, խոնարհվեն, բարձրացնեն քո անունը եւ ընդունեն քեզ որպես իրենց Տեր ու Փրկիչ։ Տեղատարապ արթության անձրևներ թող թափ։ Փառք ես Սուրբ Հոգի։ Սիրելի քույրս ու եղբայրս, որ նայում ես մեզ ուղիղ եթերով, շարունակիր աղոթել։ Մենք մի երգ երգենք երկրպագության ու գովաբանության Տիրոջը։ Դու այդ ընթացքում մեզ հետ շարունակիր աղոթել, շարունակիր Տիրոջը երկրպագել, շարունակիր այս բժշկության օծությունը, այս զորությունը ընդունել, հալելույա, փառք ես Տեր, փառք ես Եկել եմ ստանալու հոգուտ բոցը, եկել եմ լցվելու քո սիրով, Հայր սիրում եմ քեզ, պաշտում եմ քեզ, Հայր Փառք ես Հիսուս, քո հրաշքները ես աղոթում եմ, որպեսզի տեղի ունենան բոլոր այն հոգիների կյանքում աղոթում են ու ասում են Տերս բժշկիր ինձ։ Մենք այս բժշկության աղոթքը բարձրացնում ենք միաբան բոլոր նրանց հետ, ովքեր որ մեզ դիտում են։ Հիսուս հրաշքներով, նշաններով հաստատիր այս ծառայությունը, թող փառքդ երևա, թող Տերատարապ օրհնության անձրևները թափվեն։ Ես աղոթում եմ, որ քո բժշկար զորությունը անցնի ամեն ուրեք Տեր, մեզ նայող աշխարհում բոլոր այն հիվանդների, այն տկարների կյանքի վրա Տեր։ Հնչակում բժշկություն, խոսում ազատագրություն, Հիսուսի անով։ Փառք ես Տեր, փառք ես Տեր, աղոթում եմ տարբեր տեսակի կախվածությունների մեջ մարդկանց ազատագրության համար ուժ ու զորություն տաս, Սուրբ Հոգու քարոզություն, թող գործի քանդելու այդ կախվածության շղթաները, Հիսուս, փառք պաշտում եմ քեզ, Հայր սիրում եմ քեզ, փառք ես Տեր, Փառավորում եմ քեզ, Հայր, շնորհակալ եմ այս աղոթները լսելու այս աղոթներին պատասխանելու համար, Հիսուս, բժշկություն եմ խոսում, լյարդող հիվանդների, հոգերի հիվանդների, Տեր, Հիսուսի անով, հալածում ամեն հիվանդություն, եթե վթարներ են եղել և մարդիկ կան, որոնք որ ալելանի վիճակի մեջ են, աղոթում քո ձեռքդ մեկնես և կյանքը նրանց Տեր իմ Աստված, փառավոր Տեր ջան, քո ձեռքիդ մեջ բերելով եմ աղոթում, շնորհես, որ նրանք կանաչեն քեզ, Հիսուս, հալելույա, թող մարդիկ հանդիպեն քեզ, թող քո լույսը ծագի, խոսիր ամենքի հետ, երազներով, տեսիքներով հայտնապես, փառքիդ համար, Հիսուս, ասա Հիսուսի վերքերով, ես բժշկված եմ, ընդունիր, հռչակիր քո բերանով և քիչ խոսիր քո հիվանդությունների մասին, ինչպես ամեն օր դու խոսում ես քո հիվանդությունների մասին, խոսիր, որ դու բժշկված ես, հալելույա, սկսի կարդալ ավետարան, Մաթևոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես, վերցրա, մի տեղից, խնդրի թող բերեն, հալելույա, փառք ես, Սուրբ իմ Տեր զորավոր, քո ձեռքը չի կարճացել այսօր, Սուրբ իմ Տեր զորավոր, ամբողջ երկինքը լսված քո փառքով, Սուրբ իմ Տեր զորավոր, քո ձեռքը չի կարճացել այսօր, Սուրբ իմ
ամբողջ երկինքը լսված խոհանով Սուրբին Տեր զորավոր Մենք շողքի խավարի ուժերը հալածում են բոլոր այն մարդկանց կյանքից, ովքեր ունեն նայում են Տեր եւ գնահեն ամբողջ երկինքը լսված խոհանով Սուրբին Տեր զորավոր ամբողջ չի կարճացել այսօր Իմ Տեր զորավոր Հպվիր Տեր, հպվիր Տեր եւ փառավորում եմ քեզ Փառք Տիրոջը սիրելի ուղիղ եթերով մեզ միացող քույրեր եղբայրներ Տեր օրհնի ձեզ